օրից իմ դատի վերջի օրն է։ Ու այդ օրը իմ հաշվապահ Արտաշը իմ դեմ ցուցմունք է տալու։ Ինձ ու մորդ ամենակիչը 10 տարի դատելու են, այնց որ դուք գնում եք այդ Արտաշի աղջկան որտեղից ուզում եք գտնում ու բերում եք։ Բռնվեցի՞ր։ Ինչու՞ չեք բռնում այդ հանցագործներին։ Բա որ երեխուս մի վնաս տան։ Ընկեր կապիտան, դուք հանգիստ եղեք, այդ երեխեն են ապահովա ոնց որ Facebook-ից պարոլ։ Խոստանում եմ, որ անին կթաքցնեմ ամենաապահով տեղում։ Բա ինչ ես հերթափոխի կեսից եկել ճամբարանի ջան։ Որովհետև այս միակ տեղն է, որտեղ անին ապահով կլինի։ Աթև ջան, ինքնին խնդիրները քիչ են, մեկն էլ է ավելացնում։ Ես եմ խոհանոցի շեֆը։ Հիմա ճամբարը վաճառվում է։ Հաղթող ճամբարը ստանում է մրցանակ 10 միլիոն դրամ։ Խեր, ոնա մենք ընկերներով պետք է հանդգնենք հատուկ ջոկատում ու ամեն ինչ անենք, որ հաղթենք։ Իսկ ով է լինելու մեր ջոկատի ղեկավարը։ Ողջույն մշտմշտիկներ։ Ես ընկեր Կարոն եմ։ Կբաժանվեք ինձ հետ։ Իդիոտ։ Առավոտ նախաճաշից հետո երկորով գնում ենք, որպեսզի մեր մարզումները դաշտային պայմաններում անցկացնենք։ Էնում յալն է նստած լալիս, հոնգուր են սարում։ Ախորս երեխեն ես ճամբարում ա, բայց ինչ որ աչքովս չընկավ։ Խոտու ջոկատի մեջ է, ջոկատն էլ ճամբարում չի, ելել է սորեն պորոպելու։ Ես գիշեր երեխեք հետ մենակ եմ մնալու։ Լյուդվիգ ջաջա, խնդրում եմ զանգի ոստիկանություն։ Կա որ զանգեմ, այս չորերում մեկ մենակ եք մնացել։ Հենց հիմա մտնում եք անտառ ու գտնում եք դրանց։ Դեպի ճամբար, հատուկ ջոկատ, գեղարվեստական ֆիլմ ընտանիքի բոլոր անդամների համար։